Ցածր տոկոսադրույքներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել մարդկանց պարտքի ավելացման ու վարկային պարտավորությունները չկատարելու էլ ավելի բարձր մակարդակի, քանի որ հասարակությունը ցածր տոկոսադրույքների պայմաններում կարծում է, որ կարող է ավելի շատ պարտք վերցնել։ Այս պնդումը ես չեմ հորինել, այլ կարդացել եմ Կենտրոնական բանկի ազատությանն ուղարկած պատասխանում։ Հարցրել էինք, արդյոք գլխավոր դրամատունը վարկային տոկոսների ուղիղ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում։ Եկեք վերհիշենք։ Մոտ 2 ամիս առաջ միասին փորձեցինք պարզել, արդյոք քաղաքացիներին առաջարկվող այսքան բարձր տոկոսադրույքներն արդարացի են, թե բանկերը պարզապես գերշահույթ են ստանում։ Մի կողմից բանկերն իրենց մաքուր շահույթի նորանոր ռեկորդներ են գրանցում, մյուս կողմից հետ քայլ չեն անում ու 16-17 ընդհուպ ավելի քան 23%-ով վարկեր առաջարկում։ Պարզել էինք, թեև Կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն բանկերին ավելի մատչելի պայմաններով դրամական միջոցներ տրամադրում, քաղաքացիներին առաջարկվող վարկերը ոչ միայն չեն էժանանում, այլև ընդհակառակը դեռ մի բան էլ թանկանում են։ Բանկերը միջոցներ են ներգրավում 6.5%-ով, քաղաքացիներին վարկեր տրամադրում մի քանի անգամ ավելի թանկ։ Նույն տվյալները համեմատել էինք տասնյակ այլ երկրների թվերի հետ ու պարզել, Հայաստանում այդ տարբերությունը շատ ավելի մեծ է։ Մենք տոկոսադրույքը էականորեն նվազեցրել ենք, բայց դրան զուգահեռ երկրում կա 3 տարի բարձր տնտեսական աճով պայմանավորված, արտաքին պահանջարկով պայմանավորված հսկայական պահանջարկ վարկային պրոդուկտների նկատմամբ, այս պայմանությամբ տոկոսադրույքները դեռևս նվազման միտում չեն ցույց տալիս։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը 1.5 տարի առաջ ենթադրում էր, որ բանկերի տոկոսադրույքներն ապագայում կնվազեն։ Այժմ վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելի ցածր է 6.5։ Մարտին Գալստյանի ենթադրությունը, սակայն, մինչ այս պահը իրականություն չի դարձել, այլ ուղիղ հակառակն է տեղի ունեցել։ Բանկերի կառավարիչները կարող էին անցած տարեվերջին էլ սեփականատերերին զեկուցել ռեկորդային ֆինանսական ցուցանիշների մասին։ 5 տարվա ընթացքում հայաստանյան 5 խոշոր բանկերը միասին հարկերը վճարելուց հետո շուրջ 2.6 միլիարդ դոլարի մաքուր շահույթ են ունեցել։ Լավ, մինչև վերջ չպատմեմ, անցեք տեղադրված հղումով ու ինքներդ դիտեք։ Հրապարակումից մոտ 2 ամիս անց ստացանք գլխավոր դրամատուն ուղարկած մեր հարցման պատասխանը, որի տողատակերում որոշ հակասություններ կարելի է նկատել։ 4 էջանոց գրության հենց առաջին պարբերությունում Կենտրոնական բանկը պնդում է, վերաֆինանսավորման տոկոսադրույքի և բանկերի առաջարկած տոկոսադրույքների պարզ տարբերության հաշվարկն ու ուղղակի համեմատությունը կարող են սխալ եզրակացությունների հանգեցնել, քանի որ դրանք մեջբերեմ էապես տարբեր և անհամադրելի ֆինանսական գործիքների են վերաբերում։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքով բանկերը կարճաժամկետ գործարքներ են կնքում։ Մինչդեռ վարկային տոկոսադրույքն արտացոլում է տնտեսվարողներին տրամադրվող վարկերի գինը, որը սովորաբար ունի էապես ավելի երկար ժամկետ և ներառում է բազմատեսակ ռիսկեր և ծախսեր։ Մենք սակայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի ուղիղ ու կարճաժամկետ ազդեցության մասին չէինք պատմել, այլ պարզապես բացատրել էինք, որ առողջ մրցակցային ու կայացած տնտեսություններում տոկոսադրույքի նվազեցումը որոշ ժամանակ անց պետք է հանգեցնի քաղաքացիներին տրամադրվող վարկերի պայմանների մեղմանը։ Կենտրոնական բանկը հերքում է այդ կապը։ Ամենևին ոչ։ Նույն գրության մեկ այլ պարբերությունում Կենտրոնական բանկը ըստ էության համաձայնում է անուղղակիորեն։ Վարկերի տոկոսադրույքների ձևավորման գործոնների ցանկում նաև բանկերի իրացվելիության ծախսն են ներկայացրել։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքով ստացած միջոցները հենց բանկերի իրացվելիությունը պահպանելու համար են, որ վճարումների, ավանտների վերադարձի ու վարկերի սպասարկման համար միշտ բավարար միջոցներ ունենան։ Այսինքն Կենտրոնական բանկն ընդունում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն հենց իրենց իսկ մատնանշած իրացվելիության ծախսը բանկերի տոկոսադրույքների ձևավորման գումարելիներից է։ Մի այսպիսի խրթին ձևակերպում են կարդում։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հենց կարճաժամկետ իրացվելիության կառավարման գործիքի գինն է, եւ այդ պատճառով այն վարկային տոկոսադրույքների վրա ազդում է միայն իրացվելիության կառավարման, այլընտրանքային կառավարման տեսանկյունից, այլ ոչ որպես երկարաժամկետ վարկավորման աղբյուր։ Բանալի բառը ազդում է, ախր հարցն էլ այն է, որ այդ ազդեցությունը այդպես էլ չենք նկատում։ Կենտրոնական բանկը բարձր տոկոսադրույքները հիմնավորում է նաև վարկերի բարձր պահանջարկով ու կրկնում երևի թե արդեն սովորական դարձած ենթադրությունը։
Ֆինանսական համակարգում առկա մրցակցությունը գործում է որպես ավելի խորքային եւ կառուցվածքային գործոն, որը երկարաժամկետ կտրվածքում էական ազդեցություն ունի շուկայի պայմանների եւ գնագոյացման վրա, եւ կարելի է ակնկալել, որ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում մրցակցային ճնշումները կհանգեցնեն նաեւ գնային գործոնների աստիճանական նվազման։ Որն է միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարը։ Դեռ որքան պետք է սպասենք։ Կենտրոնական բանկը ժամկետներ չի տալիս։